Եկել եմ իմ տեսակետը հայտնեմ ընդդիմության մանդատների վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ, որտեղ համացանցում դա ամենաբուրըն քննարկվող հարցերից մեկն է։ Ուրեմն արդեն բոլորիս համար պարզ է դառնում, որ ԿՊ-ն առանց ընդդիմության ձայների չի կարող նշանակել գլխավոր դատախազին ու տենց մի շարք այլ պաշտոնյաների։ Այսինքն ստացվում է, որ եթե ընդդիմությունը վերցնի մանդատները, օրինակ ընդդիմության ձայներով նշանակի գլխավոր դատախազը, ապա ստացվում է, որ հետագայում ընդդիմությունը այլևս չի կարող հայտարարել, որ գլխավոր դատախազությունը կատարում է քաղաքական պատվերներ ու շինծու քրեական գործեր է կատարում։ Քանի որ տվյալ դեպքում ընդդիմությունը նույնպես կրում է իր բաժին պատասխանատվությունը երկրի արդարադատության համար, քանի որ գլխավոր դատախազը նշանակվել է նաև ընդդիմության ձայների շնորհիվ։ Պարզ է, չէ՞։ Տվյալ դեպքի վերաբերյալ շատ հստակ պարզ օրինակ եմ ուզում բերեմ, որ բոլորի համար հասկանալի լինի տվյալ իրավիճակը։ Տեսեք, Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ է նշանակվել 3 կուսակցության ավականու անդամների շնորհիվ, այլ ոչ թե միաձայն ԿՊ ավականու անդամների շնորհիվ։ Ու Երևան քաղաքի կառավարման համար, ինչպես նաև Երևան քաղաքի կարմիր գծերի թանկացման ու տրանսպորտի թանկացման որոշումները կայացվել է այդ 3 կուսակցության ավականու անդամների շնորհիվ։ Այսինքն Երևան քաղաքի կառավարման համար պատասխանատվությունը միայն ԿՊ-ն չի կրում։ Այսինքն տվյալ դեպքում էլ տվյալ իրավիճակում նույն իրավիճակն է։ Կարճ ասած համառոտ ստացվում է, որ այն ոլորտները, որոնք նախարարները կնշանակվի ընդդիմության ձայների շնորհիվ, ապա տվյալ ոլորտների գործունեության քաղաքական պատասխանատվությունը պետք է կրի ոչ միայն ԿՊ-ն, այլ նաև ընդդիմությունը։ Հիմա ստեղ սենց իրավիճակ է տիրում, որ եթե ընդդիմությունը մանդատները վերցնի ու օրինակ գլխավոր դատախազ ընտրվի, այսինքն տվյալ ոլորտի պատասխանատվությունը մենակ ԿՊ-ն չի կարելու, այլ նաև ընդդիմությունը, որովհետև իրանց նշանակած պաշտոնյանա այդ ոլորտը, այդ կառույցը ղեկավարում։ Ինչ կասեք դուք, ժողովուրդ, օրինակ արժի, որ ընդդիմությունը վերցնի մանդատները, թե չէ։